Մեր երկրի անկախության 25-ամյակի միջոցառումների առիթով աշխարհի տարբեր տեղերից այս օրերին Հայաստան են ժամանել մեր հայրենակիցները։ Կանադայի հայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի գլխավորությամբ ուխտավորների 30 հոգանոց խումբը հյուրընկալվեց Մայրաթոռում։ Ուխտավորները հիմնականում Մոնրեալի առաջնորդանիստ եկեղեցու ծխական համայնքի անդամներն են։ Եկել են ստանալու ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը։ Ոմանք առաջին անգամ են հայրենիքում, շփվել են հայրենակիցների հետ, առնչվել հոգևոր ու մշակութային կյանքին եւ ընդհանրապես հայ մարդու կենցաղին ու խնդիրներին։ Երբ որ անսկիզբին ծնողքս եկած էին աշխապ չեր, հիմա առաջ բավական առաջ կացածեք եւ գմախտեմ սրտես ալավելի լավլա եւ դորին կակտեստենք եւ ուրախանանք ցեզիա մեզի համարա։ Կանադայի հայոց թեմը կազմավորվել է 1984 թվականին երջանկահիշատակ Վազգեն առաջինի կոնդակով։ Առաջնորդանիստը Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ 2010 թվականի տվյալներով Կանադայում բնակվում է շուրջ 81500 հայ։ Ներկայումս հայ առաքելական եկեղեցիներ գործում են Մոնրեալում, Տորոնտոյում, Լավալում, Վանկուվերում եւ այլուր։ Թեմն ակտիվ մասնակցություն ունի հայաստանյան կյանքին, իրականացնում է սոցիալական տարբեր ծրագրեր։ Անապահով ընտանիքների օգնության ծրագիրը CFF-ը, որի միջոցով շուրջ 1200 երեխաներ այս տարիներին կարողացել են օգտվել այդ ծրագրի սահմաններում։ Եվ նաև Սիմայի ծրագիրն է գործում թեմում, որ երիտասարդներ գալիս են Հայաստան եւ ապրելով ընտանիքներում, հեռավոր շրջաններում նորոգում են կամ խաղահրապարակներ, աշխատանքային երիտասարդական այդպիսի մի ծրագիր է, որ տարիներ շարունակ գործում է։ Կանադայում բնակվող մեր հայրենակիցների մեծ մասը հայախոս է, վստահեցնում է Սրբազան հայրը։ Թեմում կանոնավոր կերպով գործում է Կիրակնորյա դպրոցը, որտեղ երեխաներին հայերեն են սովորեցնում, ծանոթացնում հայ եկեղեցու պատմությանը։ Կանադայում գործում է 11 եկեղեցի, բոլորն ունեն իրենց ծխական խորհուրդը։ Թեմական կյանքն ընդհանուր առմամբ ակտիվ է, ասում է Աբգար Սրբազանը։ Եկեղեցու համար առավել մտահոգիչ է խառնամուսնությունների հարցը, որն արդեն հատում է 70%-ի սահմանը։ Եկեղեցին ամեն ինչ ձեռնարկում է, որպեսզի կարողանա այս երիտասարդական ծրագրերի ճանապարհով պահել հայությունը։ Հայոց հայրապետը նրանց հետ խոսեց մեր 25-ամյա անկախ երկրի խնդիրների, բաց թողումների ու ձեռքբերումների մասին, բարձր գնահատեց Կանադայում ապրող հայորդիների ջանքերը, որոնք ցուցաբերվում են ի նպաստ հայ ժողովրդի բարեկեցության, մեր երկրի կարիքների։ Հորդորեց նույն կերպ շարունակել հայանպաստ ու եկեղեցանվեր գործունեությունը։ Իդեպ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Կանադայի հայոց թեմը շուրջ $100,000 է նվիրաբերել հայոց բանակին։ Անշուշտ ամենքս չունենք տրամական կարողությունը, որքան կոս ֆաբրիկաներ հիմնենք, բայց թերևս կրնանք ուրիշ ցևեր խորիլ, որ մեր օգտագործությունը բերենք երկրին, որ տնտեսությունը զարգանա, բայց դեսածս հուսահատական չէ։ Այո, խեղճություններ կան, փառավոր բաներ կան անոր գողքին, մեկ բանը, որ ինձ շատ կուրախացնի, հայկական մշակույթը եւ արվեստի մագարտակը աշխարհի ովևէ մեկ երկրի յետ չի մնար, նույնիսկ քերազանց է շատ մի երկրների։ Հերեկ մեր 25-րդ ամյակն էր եւ մեր զինվորությունը տեսամ, մեր զինվորներին տեսամ, ինձ համար անհավատալի էր եւ չանց ունեցանք, որ կաթողիկոսի հետ համբերություն դստվենք, դա մեզ համար մեծ, ինձ համար բախտավորություն էր, ամեն ինչը շատ լավ անցավ։ Ուխտավորները մեկնելու են նաև Սյունիքի ու Արցախի սրբավայրեր, որ Կանադա վերադառնան նոր լիցքով ու տպավորություններով։ Անուշ Առաքելյան, Գարեգին Պապոյան, Եկեղեցական կյանք։